Բարև սիրելի արցախցիներ, ժողովուրդ, ուզում կարճ վիդեոյով դիմեմ բոլորիդ ասեմ, որ եկել եք այսօր Արցախի Հանրապետության ներկայացուցչություն, հանդիպում ենք ունեցել Արցախի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Աշոտ Դանիելյանի հետ, հանդիպում ենք ունեցել պետական նախարար Նժդե Իսկանդարյանի հետ, երկուսը միասին մեր բոլորիս ներկայությամբ քննարկել ենք մեր տվյալ ձևաչափը, որը որ ներկայացրել էի ես, այսինքն ձևաչափը, որն է հանդիպում 22 ընտրած Սամվել Շահրամանյան ընտրած պատգամավորների հետ, ավելի կոնկրետ հանդիպում բոլոր մեր պատգամավորների հետ, քննարկման ձևաչափը, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները։ Երկրորդ մեր հանդիպումը լինելու է արդեն պատգամավորների հետ հանդիպումից հետո լինելու է Արցախի Հանրապետության նախարարների, հիմնադրամի տնօրենների եւ այն մարդկանց հետ պահանջ լինելու է հանդիպման, այն մարդկանց հետ, որոնց մասին որ կա սոցիալական ցանցերում տվյալ նյութերը, որ միլիարդավոր դոլարներ են թալանել։ Ժողովուրդ, կարճ ուղերձ ուզեցել դիմեմ։ Հիմա մեզ պատասխան ունենք, որ 2 օրվա ընթացքում բոլոր խմբակցության ղեկավարների անունից մեզ պատասխան ունենանք, գալիս են հանդիպման, թե չեն գալիս հանդիպման, չորեքշաբթի օրը, ամենաուշը չորեքշաբթի օրը պատասխանը կունենանք։ Պատասխանը ունենալու հանկարծ բացասական լինելու դեպքում Դանիելյան Աշոտը, նախագահի պաշտոնակատար ազգային ժողովի նախագահան, մեզ խոստացել է, որ Արցախի ազգային ժողովի Facebook-յան էջով, տեղեկատվական շտաբի Facebook-յան էջով եւ Արցախ TV-ով մեր պատասխանները կհրապարակենք, որպեսզի ժողովրդին բոլորին հասկանալի լինի։ Բոլորին շնորհակալ եմ, խնդրում աջակցեք ու բոլորը մաքսիմալ տարածեք, որպեսզի հասկանանք մեզ ինչա պետք, ինչի հետևից են գնում, մի քիչ դժվարին ճանապարհ է, բայց վստահ եմ, որ կարանք հաղթահարենք։ Ու համենայն դեպս կարամ տեղեկացնեմ նաև այն, որ Արցախի Հանրապետության նորընտիր ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, պետական նախարար Նժդե Իսկանդարյանը նույնպես հայտարարել են, որ իրանք համամիտ են այս կարծիքին եւ նույնպես ուզում են, որ այս հանդիպումները լինեն, այս փուլը սկսվի ու իրականում ամեն մարդ, ով ինչքանով որ մեղավոր է, պահանջը լինի։ Կներեք նաև հանդիպմանը պահանջել են, որպեսզի ներկա լինի նաև 22 պատգամավորների կողմից ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանը։ Շնորհակալ եմ բոլորիցդ, պատասխանների մասին կտեղեկացնենք չորեքշաբթի օրը։ Շնորհակալություն բոլորիդ, խնդրում մաքսիմալ տարածեք։